Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարչապետ Փաշինյանի ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II միջև առկա լարվածության մասին տեղեկությունները Եվրոպական պալատ են հասել։ Սա Հայաստանի հետ կապված առաջին մտահոգությունն է, որտեղ է գտել լատվիացի պատվիրակ Զանդա Կալնիա Լուկաշևիկայի զեկույցում, որն էլ վեհաժողովն ընդունել է։ Լուրեր են հասել նաև, թե հայ առաքելական Սուրբ եկեղեցու մի քանի հոգևորականներ իշխանությունը զավթելու մտադրություն են ունեցել։ Եվրոպացիներին սա ևս անհանգստացնում է։ Վեհաժողովը ափսոսանք է հայտնում Հայաստանում քաղաքական բոլոր հակառակորդների կողմից դաշտի չափազանց բևեռացման և պիտակավորման համար։ Հայաստանի վերաբերյալ ըստ էության ինչ է ասում այս փաստաթուղթը։ Ստրասբուրգից տեղեկություններ փոխանցելով մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբինյանը դրական գնահատեց զեկույցի բովանդակությունը, ընդգծելով վեհաժողովը մտահոգություն է հայտնում վարչապետի և եկեղեցու առաջնորդի միջև, ոչ թե պետության ու եկեղեցու լարված փոխհարաբերությունների համար, ինչը ըստ նրա չկա էլ։ Պետության և եկեղեցու միջև չկա լարված հարաբերություն։ Մտահոգություն են հայտնում վարչապետի և եկեղեցու գլխի լարված հարաբերությունների վերաբերյալ թե պետության և եկեղեցու միջև։ Պարոն Ռուբինյան, ինչպես է գնահատում ձևակերպումը։ Շատ լավ, ես էլ եմ մտահոգություն հայտնում։ Ընդհանուր առմամբ զեկույցը ինչպես է գնահատում։ Շատ լավ, շատ օգտակար։ Իսկ փորձագիտական համայնքում ճիշտ հակառակ տպավորություններն են, մասնագետների խոսքով նախ առնվազն տհաճ է, որ արդեն վերպետական կառույցներն են անում այս արձանագրումը։ Ինչ վերաբերում է ձևակերպմանը, ապա միջազգայնագետի դիտարկման վարչապետի եւ եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությունը ձևակերպման ներքո այնուամենայնիվ հենց պետության եւ հայ առաքելական եկեղեցու լարված փոխհարաբերությունների ենթատեքստն է թաքնված։ Եթե հայկական կողմը այսօր պաշտոնապես հայտարարում է որպես այդպիսին վեհապարի անունը զիջելով, հիմա հասկանալի է, չէ, որ այդուհանդերձ միջազգային իրավունքում եւ վերպետական կառույցներում դա չի կարող այդպես ընկալում ունենալ եւ դա հենց այդ մտահոգությունը այդտեղից է գալիս։ Խնդիրը հասկանում եմ, որ որքան էլ երկրի ներսում է, բայց քանի որ հայոց եկեղեցին նաև ցանցային կառույց է, իրենց հետաքրքրության շրջանակներում է, իրանք դիտարկում են, որ դա ընդհանուր մինչև Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Այն, որ իշխանության ու ընդդիմության ջրերը մի առվով էլ չեն հոսում, այս մասին էլ են խոսում եվրոպացիները։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ կոչ են անում բարելավել քաղաքական մեծամասնության եւ ընդդիմության հարաբերությունները, որ ընտրարշավը լինի կոնկրետ թեմաների ու քաղաքական ուղղվածության շուրջ։ Կոչ Ալիևի վարչակազմին ազատ արձակե 23 հայերին, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը նկատի առնելով զգրված է զեկույցի Ադրբեջանին վերաբերող հատվածում։ Ի դեպ նկատենք, որ զեկույցը Եվրոպայի խորհրդարանականները կազմել են նախորդ տարեվերջին, երբ 4 հայ գերիները Էլջեքչյանը, Սուջյանը, Դավթյանն ու Վագիվ Խաչատրյանը դեռ Բաքվի բանտերում էին։ Վեհաժողովը կոչ է անում իշխանություններին դադարեցնել հակադարձ հետապնդումները եւ անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում 23 հայ ձերբակալվածներին։ Դա օրակարգային հարց է, այո, դա եւս կոչ է, ուղղված կոնկրետ Բաքվին, հստակ կոչ է, առայժմ որ բոլոր այն գերիները, ռազմագերիները, բարձրաստիճան ղեկավարությունը, զինվորականությունը, որը գտնվում է Բաքվի բանտերում, պետք է օր առաջ ազատ արձակվեն։ Սա ոչ առաջինն է եւ ոչ վերջինն է։ Իմիջայլոց կվերաբերվեն ԵԽԽՎ-ի ցանկացած կոչի։ Մենք բազմիցս ունենք օրինակներ, երբ որ արհամարել է Բաքուն ցանկացած բանաձև։ Ստրասբուրգում նաև իգիտություն են ընդունում իրենց ձևակերպմամբ Հայաստանի ներկայիս վարչապետի մտադրությունը այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո կազմակերպելու սահմանադրական հանրաքվե։ Մինչև իշխանական թևը մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ սոցցանցերում կքննարկեր, թե Դավոսում Փաշինյանն ինչ ռակուրսով է լուսանկարվել Թրամփի հետ եւ Թրամփն ինչ է շշնջացել Փաշինյանի ականջին, Թրամփից ձախ նստած անձնավորությունը Ալիևը առիթը բաց չթողեց, հանդիպեց Ամերիկայի նախագահի հետ։ Դավոսյան միջոցառումից Հայաստանի համար հիշողություններ կմնան փաստաթղթերի տակ ստորագրություններ, Թրամփ-Փաշինյան ֆոտոսեսիաներ, իսկ ահա Ալիևն իր երկրի անվտանգության պաշտպանության համար եւս մեկ ձեռքբերում ունեցավ։ Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ։ Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական նշանակության միջոցներ, ներառյալ զրահապաշտպանիչ հանդելցանք, նավակներ եւ այլն։ Այսինքն, եթե ԱՄՆ նախագահ մեր տարածաշրջանում կայուն երկաթև
խաղաղություն ստեղծելու ջատագով կողմնակից եւ մոդերատոր է, ապա որն է տրամաբանությունը հանել 907 արգելքի բանաձևը։ Այն է Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև ուղղակի առանց միջնորդների ռազմատեխնիկական համագործակցություն իրականացնելու համար։ Ադրբեջանը շարունակում է ավելացնել ռազմական արսենալը։ Վերջին 1-2 շաբաթվա ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ զենք զինամթերքով բեռնված ինքնաթիռներ են ուղղություն բռնել Ադրբեջան։ Խաղաղության ջատագով Ալիևը ինչու է միլիարդավոր դոլարներ ծախսում ռազմական նոր տեխնիկաներ ձեռք բերելու ամրաշինական աշխատանքներ կատարելու համար։ 907 բանաձևի հանելը եւ Ադրբեջանից ելնելը, այո, ուղղված է նաեւ թիրախներից մեկը ադրբեջանական բանակը կարող է անհրաժեշտ բան օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների մեջ ներգրավելով։ Իսրայելին 12-օրյա պատերազմում քողարկված աջակցություն ցույց տված չպատժված Ալիևը ըստ ռազմական ոլորտի փորձագետների շարունակելու է նույն քաղաքականությունը տանել նաեւ այս տարի։ Ըստ վերլուծաբանների Ալիևը աջակցելու է Ամերիկային, Իսրայելին, Իրանի դեմ տարվող բոլոր գործողություններում, իսկ դրա գինը լինելու է Հայաստանը։ Եթե Ադրբեջանը այնուամենայնիվ ԱՄՆ-ի, Իսրայելի դրդմամբ Իրանի դեմ գործողություններ մասնակցի ռազմական, Ալիևը գինը ուզել է իր ավանտյուրայի համար, իսկ գինը ամբողջ Հայաստանը ուզել։ Ամերիկայի պաշտպանության նախարարությունը Պենտագոնը հրապարակեց այս տարվա նոր պաշտպանական նախագիծը։ 2026-ին էլ Ամերիկայի համար ըստ Պենտագոնյան նախագծի Մոսկվան Իրանը ռիսկային երկրների ցուցակում էին։ Հաշվի առնելով սա, նախարարությունը կապահովի, որ ԱՄՆ ուժերը պատրաստ լինեն պաշտպանվել Ռուսաստանի կողմից ԱՄՆ հայրենիքին սպառնալիքներից։ Մինչև Ռուսաստանի հետ բաց դաշտում մրցակցելը ուժային գործոնով նաև պայմանավորված։ Միացյալ Նահանգները պետք է Ռուսաստանի դաշնակից պետություններին թույլատնեն։ Իրանի դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները համարում է, որ Իրանն իր միջնորդներով պարբերաբար հրահրում են տարածաշրջանում ճգնաժամեր։ Դրանք ըստ Միացյալ Նահանգների վարչակազմի սպառնում են ամերիկացի զինծառայողների կյանքին տարածաշրջանում եւ խանգարում տարածաշրջանի խաղաղությանն ու բարգավաճմանը։ Չի բացառում, որ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքների նկատմամբ մի քանի պետությունների կողմից ռազմական ագրեսիա իրականացվի։ Թրամփն անոնսեց նաև փետրվարին Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի տարածաշրջան Հայաստան եւ Ադրբեջան այցի մասին։ Հնարավոր է, որ այդ այցի ընթացքում քննարկվի թրիվ նախագիծը, նախատեսվում է նաև, որ Հայաստանի հետ կքննարկվի խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիրը։ Միացյալ Նահանգների հետ Հայաստանը պայմանագրեր կստորագրի ամերիկյան առաջատար կիսահաղորդիչների արտադրողների հետ, կհասցնի Վենսը այցելել տարածաշրջան Հայաստան եւ Ադրբեջան։ Միացյալ Նահանգների փոխնախագահի փետրվարյան to-do list-ի Սակայն տեղեկանում ենք, որ նա այդ ամսին ծանրաբեռնված այցեր ունի եվրոպական երկրներ։ Այդ ընթացքում պետդեպից նոր մեսիջներ են ուղարկվում։ Թրամփը Վենսին ուղարկում է Հարավային Կովկաս խաղաղության համաձայնագիրը ամրապնդելու համար։ Նշվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը խաղադրույք է կատարում Հարավային Կովկասում արտաքին քաղաքականության կարևոր հաղթանակի վրա։ Նույնիսկ այն դեպքում, երբ Վրաստանը մի կողմ է դրված, իսկ Ադրբեջանի ընդդիմությունը բախվում է ձերբակալությունների նոր ալիքի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Աբրահամ Լինքոլն ավիակիրը գտնվում է Իրանից հարվածային հեռավորության վրա։ Երկու երկրների միջև լարվածությունն աճում է։ Օրեր առաջ էր Թրամփը տեղեկացրել, հետևում է Իրանին եւ տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր, բազմաթիվ նավեր, մեծ նավատորմ։ Թրամփը նախազգուշացրել է, որ լրջորեն դիտարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը։ Iran nuclear threat like nobody can believe. Որոշ չափով պատրաստություններ կան եւ արդեն ագին ժամանակ թե որոշումը կընդունվի հարվածի թե չի ընդունվի, ինձ թվում է շատ տարբեր գործոններից է կապված։ Ըստ ռազմական փորձագետների Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները կլինեն օդային հարվածները։ Իրանն ինչ խոսք հակահարված տալու է, ինչպես հայտարարել էին բարձրաստիճան իրանցի պաշտոնյաները։ Թիրախում կլինեն ամերիկյան ռազմաբազաներ, դեսպանատներ, ընդ որում տարածաշրջանում տեղակայված։ ԱՄՆ-ն իր ռազմաբազաները եւ իր դիպլոմատներին էվակուացնում է սովորաբար տենց գործողություններ կատարելուց առաջ։ Նավերի ուղարկելը տարածաշրջան ոչ մի չափով չի ազդի Իրանի հաստատակամության եւ վճռականության վրա, պաշտպանելու իր ինքնիշխանությունը։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին եւ միաժամանակ ոչ մի վայրկյան չի կորցնում իր երկրի պաշտպանունակության ամրապնդման, ազգային ինքնիշխանության եւ արժանապատվության պաշտպանության ընթացքում։ Ըստ փորձագետների տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմն է նաև շահագրգռված Իրանում անկայունության մշտական պահպանման այդ երկրի մասնատման առումով։ Հնարավոր է արդյոք, որ օրինակ Ադրբեջանն աջակցի Իրանի դեմ թշնամաբար տրամադրված երկրներին։ Ըստ ռազմական ոլորտի մասնագետների, այո, եթե վստահ լինի, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Իրանը կմասնատվի որպես պետություն։
Դրան են սպասում նաև Իրանում բնակություն հաստատած ազերիները։ Երևի խոսքը կգնա առաջի հերթին հետախուզության ոլորտում համագործակցության մեջ, ոնց որ եղավ 12 օրյա հակամարտության ժամանակ, այդ միակ սցենարը, որտեղ ես ինչ-որ ձևի կարող եմ պատկերացնել Ադրբեջանը ուղիղ ռազմական աջակցություն, օրինակ ինչ-որ հարվածներ իրանց բանակը կիրառել, կարող եմ պատկերացնել մենակ եթե ինչ-որ որոշում լինի, որ ինչ-որ տենց լայնամասշտաբ պատերազմ է Իրանի դեմ սկսվում, վերջանալու է Իրանի լուրջ պարտության։ Նախկինում միշտ ադրբեջանական համայնքը Իրանի ներսը ինքը ինչ-որ դեր խաղացել է, էլի ներքին ապակարգացման պայմանների ինչ-որ ճգնաժամերի։ Տարածաշրջանում քամի փչի ուղություններից մեկը նաև Հայաստանը կարող է լինել։ Իրանում եւ Իրանի դեմ յուրաքանչյուր բացասական պրեսինգ ուղիղ ազդեցություն կարող է ունենալ տնտեսական միգրացիոն առումով։ Իհարկե Հայաստանի համար շատ մռայլ կլինի այդ թեմաները։ Չեմ կարծում որ խոսքը ինչ-որ տեղ լայնածավալ ցամաքային գործողության մասին կարող է, էլի օթային գործողության մասին կարող լինի։ Հայաստանի սահմանների կողքը կլինի լուրջ անկայուն իրավիճակ։ Շատ դժվար կլինի նրանց համար, որ ներմուծում է ապրանքներ Իրանի տարածքով։ Չնայած Իրանում որոշակի չափով տեղեկատվական բլոկադային արևմտյան եւ իսրայելական մեդիան շարունակում է իրանական հասարակության մեջ ահաբեկող պառակտող տեղեկությունների տարածումը։ Եթե Իրանը հայտարարում է, որ իր երկրի դեմ ցանկացած հարձակում կհամարի լայնամասշտաբ պատերազմ, արևմտաիսրայելական լրատվամիջոցները համատեղ տեղեկություն են տարածում, թե իբր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին տեղափոխվել է Թեհրանում գտնվող մի քանի 100 մետր խորության հատուկ ստորգետնյա ապաստան ամերիկյան հարձակման ռիսկի աճի պատճառով։ Հայաստանում համատարած խախտվում են քաղաքացիների աշխատանքային իրավունքները։ Եվրոպական սոցիալական խարտիայի աշխատանքային իրավունքների վերաբերյալ հոդվածներով սահմանված երաշխիքները մեր երկրում չեն պահպանվում։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների Եվրոպական կոմիտեի հրապարակած աշխատանքային իրավունքների վերաբերյալ 25 թվականի զեկույցում։ Կոմիտեն եզրակացրել է, որ Հայաստանում իրավիճակը չի համապատասխանում այդ հոդվածներից որևէ մեկին։ Անհամապատասխանության 8 եզրակացություն է ներկայացրել։ Խելամիտ աշխատանքային ժամանակ, անվտանգ եւ առողջ աշխատանքային պայմանների իրավունք, անվտանգության եւ առողջության կանոնակարգեր, արդար վարձատրության իրավունք, կանանց եւ տղամարդկանց միջև խտրականության բացառումը վարձատրության հարցում, կազմակերպվելու իրավունք, կոլեկտիվ բանակցությունների իրավունք, համատեղ խորհրդակցություններ, բանակցային ընթացակարգեր։ Աշխատանքային իրավունքի խախտումներն առավել հաճախ արձանագրվում են շինարարության, հանքարդյունաբերության, սպասարկման, կրթության ու առողջապահության ոլորտներում։ Օրինակ, Աղթալայում արդեն շուրջ 1 շաբաթ է շարունակվում է աշխատանքի վարձատրությունից ու աշխատանքային պայմաններից դժգոհ հորատողների գործադուլը։ Աշխատանքային իրավունքի ոլորտում մեր երկրում միանշանակ կա խտրականական մոտեցում, վստահեցնում է փաստաբանն ու հավելում։ Խտրական վերաբերմունքի բախվում են հատկապես տղամարդիկ, նույնիսկ մինչև աշխատանքի ընդունվելը։ Չնայած, երբ ասում ենք սեռով պայմանավորված խտրականություն, միայն կանանց ենք պատկերացնում։ Փաստաբանն ասում է, երբ մենք աշխատաշուկայում տեսնում ենք մինչև 30 տարեկան բարետես աղջիկներ, հիմնականում սպասարկման ոլորտում դա ոչ միայն սեռով պայմանավորված, այլև տարիքով խտրականություն է։ Իսկ ինչ վերաբերում է արդեն իսկ աշխատող անձանց, համար մեկ խախտումը ես կարծում եմ շարունակում է մնալ չգրանցված աշխատողների խնդիրը կամ աշխատողների դեպքում գրանցված աշխատողների, որ քիչ են գրանցում աշխատավարձը, որպեսզի այսպես հարկ քիչ վճարեն, ըստ դրա նաև աշխատողը քիչ արձակուրդային ստանում կամ գուցե չի ստանում։ Փաստաբանի խոսքով աշխատանքային իրավունքների պաշտպանության համար լծակներն ու ռեսուրսները բավարար չեն։ Գործատու, աշխատող, վեճը կարգավորող մարմինը, թեև առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն է, սակայն այն ըստ մասնագետների արդյունավետ լծակ չէ, եւ այդ իրավունքների իրական պաշտպանությունը դատարաններում է իրականացվում, իսկ դատարանները գերծանրաբեռնված են եւ վեճերի լուծումը տարիներով է ձգվում։ Երևանում մանկապարտեզների գերբեռնվածության խնդիրը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ հազարավոր ընտանիքների համար։ Ծնողները տարիներով ստիպված են սպասել, մինչև իրենց երեխաները կընդունվեն նախադպրոցական հաստատություն, իսկ շատ դեպքերում այդ սպասումն ավարտվում է արդեն դպրոցական տարիքում։ Երևանում նախադպրոցական հաստատություններում հերթերի խնդիրը սրվեց հատկապես կորոնավիրուսի համավարակի տարիներին, երբ սահմանափակումների պատճառով մանկապարտեզներում ընդունելությունը ժամանակավորապես դադարեցվեց։ Արդյունքում հերթեր կուտակվեցին ու մինչև օրս այն ամբողջությամբ չի կարգավորվել։ Վերջին 10 տարիներին Երևանի մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվը հիմնականում տատանվել է 25-ից 30 հազարի միջակայքում։ Ներկայում մայրաքաղաքում գործում է 171 համայնքային եւ գերատեսչական մանկապարտեզ։ Դրանց մի մասը ժամանակավորապես փակ է։
Երեխայիս 2 տարեկանից հերթագրել ենք մանկապարտեզ, հիմա արդեն 4.5 տարեկան է, ու ասեցին, որ մենակ սեպտեմբերից կարող է ընդունվել։ Մենք կարիքավոր ընտանիք ենք, նպաստառու ենք, ես չեմ կարողացել աշխատել, որովհետև երեխաս մանկապարտեզ չի հաճախել, մասնավորել տանելու հնարավորություն չունեի։ Այս պահին Երևանում վերանորոգվում է 24 մանկապարտեզ, դրանց գործունեությունը դադարեցված է մասնագետների խոսքով, հենց սա է հերթերի ավելացման հիմնական պատճառներից մեկը։ Երևանում մանկապարտեզները անվճար են, այսինքն ծնողները չեն վճարում, այլ տեղական իշխանություններն են վճարում դրա համար, իսկ մարզերում հիմնականում դա վճարովի է։ Եվ դա է պատճառը, որ շատ ծնողներ սոցիալական վիճակից ելնելով իրենց երեխաներին չեն կարողանում մանկապարտեզ տանել։ Երկար սպասումը ստիպել է ծնողներին այլընտրանքային լուծումներ փնտրել, ամենատարածված մասնավոր մանկապարտեզներն են։ Վերջին 11 տարիներին Երևանում մասնավոր նախադպրոցական հաստատությունների թիվը աճել է 33-ից հասնելով 59-ի։ Այդ նույն ժամանակահատվածում մասնավոր մանկապարտեզ հաճախող երեխաների թիվն աճել է մոտ 73%-ով, սակայն ոչ բոլոր ընտանիքներն ունեն նման հնարավորություն։ Մասնավոր մանկապարտեզում ամսական վճարը միջինը 70-ից 80 հազար դրամ է, ինչը շատերի համար անհասանելի է։ Մասնագետների կարծիքով խնդրի լուծման համար անհրաժեշտ է վերանայել քաղաքաշինական մոտեցումները եւ նոր թաղամասերի կառուցապատման ընթացքում պարտադիր դարձնել նաեւ կրթական հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների առկայությունը, ու մինչեւ առարկայական փոփոխություններ կլինեն կամ նոր մանկապարտեզներ կառուցվեն, հազարավոր երեխաներ շարունակում են մնալ հերթերում, զուրկ մնալով նախադպրոցական կրթության հնարավորությունից։